Աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին այսօր ինձ հետ տանն Ծաղկաձոր կգա գնանք։ Եթե արդեն play եք տվել, ուրեմն ուզեք չուզեք կգա կգնանք։ Ես այստեղ սպասում եմ իմ ընկերներին, որպեսզի միասին շարժվենք։ Գնալու ենք մի հատ շատ սիրուն տեղ, շատ սիրուն ռեստորան, շատ հավես ժամանակ անցկացնելու։ Էնպես որ ձեզ բարի դիտում, ինձ էլ լավ որ Նախ ասեմ, որ ես շատ սիրուն տեղը սարքել են հենց իրենք, Սերգեյն, ու հենց ինքն էլ, ինչպես տեսնում եք, այս տեղի շեֆ-խոհարարն է, նաև կհամտեսեք իր սարքած ուտեստները ու կտեսնեք, թե ինչ գժական համով բաներ է ինքը պատրաստում մատերը, հետը կուտեք, ես առաջին անգամ չեմ ուտելու։ Համտես եք անվելու ուզբեկական պլավը, որովածները, ապրել եմ Մոսկվայում 31 տարի, տեղափոխվել եմ 3 տարի առաջ, խոհարար երբեք չեմ եղել, բայց շատ եմ սիրում։ Գլուխ գովալ կարամ, մի քիչ։ Կարևորը համով է։ Ստացվում է։ Ասեք, փորձեք ձեր կարծիքը կարտահայտել։ Շատ հաճելի է, այն որ մենք կազմակերպում ենք ու յուրաքանչյուրի պարգևում ենք մեր ջերմությունը, մեր սերը եւ ասում միավորում ենք այսքան մարդ, միավորում ենք այսքան սերեր։ Այսինքն այսօր մենք սիրով, ջերմությամբ վայելելու ենք։ Հոտը հրաշալի է։ Ես իկերպ եմ դիմանում ստեղ։ Красивые законченные романы, любовь, деревья, селебы. Красивые законченные романы, красивые законченные романы. Անցած վլոգում, որ ասում էի աղցանների համար նախատեսված հացիկ, այս դրանց նկատում էի նայեք։ Լսի, կամերայ դեմնիկ։ Ոչինչ ինչ անեք։ Մշտական նայոյի, մշտական այդիաներն է ճաղով անծանոթ մարդը։ Են աղջիկն է։ Են աղջիկը։ Որոշ չափ հասկանում եք, երկուսից փորձելուց կազմ։ Ամեն մեկս միտեղ նստած ենք ուտում։ Այս է աղջիկները այս կողմի վրա են, ես եկել եմ այս կողմ որպեսզի ձեզ հետ խոսել։ Բավն եմ փորձել եւ խորովածն եմ հիմա ուտում անմահական համերան։ Այդ ումից եք խոսում։ Ումից եք խոսում։ Քաչ չեք բացանել, Սարան։ Ես կբացեմ։ Մեր կյանքում մենք ամենաառաջին բանը ինչ ենք անում, երբ որ ինչ-որ գործ պետք է անենք։ Հիմնականում պատճառաբանում ենք, թե ինչի համար չարեցինք։ Օրինակ, եկեք ամեն մեկս ասենք մի պատճառաբանություն, ոչ որ բան պիտի անեինք, բայց չենք արել։ Ժամանակ չեղավ։ Հավես չունեմ։ Երեխեք ունեմ։ Վաղը չստացվեց։ Վախենում եմ։ Պատկերացրու, որ ահա որ շատ ուզում ես գնալ զուգարան։ Շատ ես ուզում եմ, վերջին բաներն է մնացել եմ, որ ձեզ վիճակը արդեն, ինչ ես անում, ձեզ վազելով ես գնում ես զուգարան։ Հիմա պատկերացրեք, այդ նույն արդարացումները մենք բերենք այն ժամանակ, երբ որ պետք է գնանք զուգարան։ Ժամանակ չունեի գնայի զուգարան, դրամը տակս արեցի։ Կամ համասում ես չեր թողում, տակս արեցի։
Ինչի մենք մեր նպատակների հանդեպ այդպես չենք, որովհետև դա մենք չենք համարում առաջնային անհրաժեշտություն։ Փոխենք մեր մտածելակերպը։ Այսինքն, այն բանը ինչը որ մենք անում ենք որպես արդարացում, հենց նույնը սարքենք արդարացում անելու համար։ Երբ փոքր էինք, մենք շատ հարուստ էինք։ Պրям շատ հարուստ էինք երեխեք։ Երբ ես դարձա 16 տարեկան, մենք չունեինք ոչինչ։ Պապաս էր մահացել այդ ժամանակ, հացի փողեր չունեինք։ Ես չունեի կոշիկ, ես չունեի հագնելու հագուստ նորմալ, բայց ես ունեի նպատակ։ Ես շատ ուզում էի սովորել։ Մտածում էի հետևյալ կերպ։ Ես ոչ թե պետք է ասեմ չեմ սովորել, որովհետև չունեմ փող, ոնց որ ասում էին իմ շրջապատում շատ իմ տարիքայիններ։ Այլ ասում էի պետք է ասեմ ես չունեմ փող, դրա համար էլ սովորեցի, որպեսզի երբեք չլինի ինձ դեպք, որ ես չունենամ փող։ Մենք հẳn որ չունեինք փող, ես չունեի գիրք, որ պարապի դասախոսի մասին իհարկե երազել չէի կարող, ես սովորական տարական գիրք չունեի։ Բարից մոն իմաստով ծակ սապոգներով, մարտ ամսին, Երևանում ինչքան դպրոց կա, բոլորը ոտքով անցել եմ, գնացել եմ իրաց գրադարաններ ու այնտեղից խնդրել եմ մաթեմատիկայի, ֆիզիկայի գրքեր։ Պարապել եմ ու քանի որ իմ նպատակը այնքան շատ էր երեխեք, ես ընդունվեցի անվճար։ Մի խոսքով մեր առաջին բանալին յուրաքանչյուր արդարացում, որը որ դու անում ես, թե ինչի չարեցի ես ինչ բանը, հակառակին վերած ես։ Այսինքն սարքես պատճառ, թե ինչի համար դու դա արեցիր։ Մեր երկրորդ կետը, որի մասին որոշել եմ խոսամ, դա դիսցիպլինան է։ Դիսցիպլինան ինքը տենց չի ծնվում մեզ հետ։ Դիսցիպլինան մենք պետք է քիչ մեր մեջ ձևավորենք ու ձևակերպենք։ Եթե դու 21 օր անում ես նույն բանը, դա դառնում է սովորություն։ 90 օրվա ընթացքում այդ քո սովորությունը դառնում է բնավորություն։ Դիսցիպլինա ունենալու ամենակարևոր կետերից մեկը դա բլոկնոտ ունենալն է։ Ձեռագրով։ Փոքր գրում ես, թե ինչ պիտի անես հաջորդ օրը։ Երեկոյան երբ որ դու արդեն պարկում ես քնելու, մի հատ ես բացում քո բլոկնոտը ու տեսնում ես, թե ինչն ես արել, ինչը չես արել։ Այս բանալից հետո գալիս է մի հատ էլի շատ կարևոր բանալի, որը կոչվում է ժամանակի կառավարում։ Time management։ Շատ հաճախ լինում է, որ մենք 5 րոպեով մտնում ենք Instagram ու 5 ժամից դուրս են գալիս Instagram։ Բայց այդ 5 րոպեով ենք մտել Instagram, մի հատ վիդեո պիտի նայի։ Նախ երեկոյան պարտադիր այդ նույն բլոկնոտի մեջ հատիկ գրում ես, թե ինչ պետք է անես հաջորդ օրը։ Առավոտը երբ որ զարթնում ես, առաջին մի քանի ժամը ցանկալի է որ սկսես, ոչ թե այն բաներից, որոնք հեշտ են, ոնց որ մենք ենք միշտ անում։ Դրա համար են ամենակարևորները վերջում մնում են, տենց մեր նպատակները գնում են ավելի հեռու։ Այլ պետք է սկսել այն բաներից, որոնք ամենադժվարն է։ Որովհետև եթե դու դժվարը արեցիր, հեշտերը շատ ավելի արագ կանես։ Ամեն ինչը կարա անընդհատ տրվի, մենք վերցնենք թե չվերցնենք, դա մեր խնդիրն է, բայց ժամանակը երբեք հետ չի վերադառնա։ Դրա համար իրան ճիշտ օգտագործելը շատ կարևոր է։ Ամենակարևոր բանալիներից մեկը դա մեր շրջապատն է։ Այն մարդիկ, ովքեր մեզ թեկուզ մանկուց են շրջապատել, բայց մեզ տանում են ընդհատակ, քաշում են դեպի ներքև։ Իրանք չեն ուզում, որ մենք աճենք, որտեղ իրանք ձեռ է տալի մեր չաճելը։ Ուզում է լինեն դա մեր բարեկամներ, ուզում է լինեն դա մեր հարազատները, ուզում է լինի։ Ինչ-որ բան ես ուզում անես, բայց ինքը քեզ անընդհատ ասում է, որ քո մոտ չի ստացվի, հալով դու հնարավորությունը չունես, հալով ձեռ քաշի, ամոթ է ամենակարևորը։ Շատ-շատերը հատկապես բլոգինգ սկսելուց բախվում են այդ խնդրին, որ հարևանները, բարեկամները, ծանոթները գալիս ասում են, ամոթը չես ամաչում, դու դառան ես բլոգերներից, մեր ծնողներին, մեր քույր եղբայրներին, մենք այդ չենք արանտրենք, անկախ մեզից մեր փոխարեն դանդաղված է, բայց ընկերներին հո մենք հետ կարող կընտրենք, ու այն մարդիկ, ովքեր ձեզ ասում են ժամանակի ընթացքում, որ գիտես դու փոխվել ես, դու գոռոզացել ես, դու իմ հետ էլ չես շփվում եւ այլն, դա է նորմալ, որովհետեւ մարդիկ կարող են իրար հետ մեծանան, բայց ամեն մեկը մեծանա տարբեր լեվելով, մեկը շատ կարթա, շատ հասունանա, մեկը քիչ կարթա, մեկը շատ գնագործ անի, մեկը ընդհանրապես շանի բիսեդկայում ապրի, բնականաբար դուք գալու եք մի տարիք, որ նույն լեվլի մեջ չեք լինելու եք, ու բնական է, որ չեք կարողանալու եք իրար հետ ընդհանուր լեզու գտնել, հարցի ձում, Վերևից երևի լսած կլինեք այդ օրինակի մասին։ Վերևից իշտում գլորվում, գալիս է, գնում հավավում։
հավիկների մոտ։ Հավիկ մաման տեսնում է, ասում է, այս դուս խիրանք էր։ Տանում այլ ծուղիկների կողքը իմա, ու արծիվը ծնվում է հավիկների մեջ։ Նյով ես արծիվները տեսնում երկնքում, ասում եմ, օխ, երոնի ես էլ արծիվ լինեի, սենց չքնավ երկնքում պտտվեի իմ համար։ Հավ մաման գալիս ճլուտ տալիս է վզակոթին, ասում դու դեբիլ չես, դու հավ ես, հալովդ մնա։ Դուր, են արծիվներն ուր։ Գիտեք ինչ հալինում այդ արծիվի հետ։ Ինքը հավ մեռնում է։ Եթե անգամ դու արծիվ ես, եթե քեզ պահում ես հավերի շրջապատում, հավել մեռնելու ես։ Ես ունեմ մի ծանոթ, ով 4 դասանի կրթություն ա ունեցել, ժողովուրդ, այդ մարդու հետ ես դարերով կխոսեմ։ Ինքը այնքան ինքնակրթություն ա արել, այնքան ա զարգացած, որ հաճույք է ստանում ընդհանրապես իր հետ խոսելուց։ Ու ինքը մարդիկ գիտեմ ու ինստիտուտ ա ավարտել ու բետոնի մեխեն աշխատել դրսում, այսինքն այն դասի չեն նստել, ուղղակի դիպլոմ ունեն։ Կարևորը ինքնակրթությունն է, ինչով ես դու քո ուղեղը սնում։ Եվ 6-րդ կետը, որի մասին ուզում եմ խոսամ, դա մեզ մոտ սպորտն է։ Սպորտը մաքրում է միտքը։ Այսինքն սպորտի ժամանակ լիարժեք լիցքաթափվում ես։ Զբաղվում ես սպորտով, որը սիրում ես։ Մարդը թենիս է սիրում, մարդը դիասպորտ է սիրում, կախված իհարկե փողից, որտեղ այն օրը հարցրեցի դիասպորտը, ոնց էլ չեմ սիրում։ Սպորտի ժամանակ դու այնքան ես լիցքաթափվում ու էներգիա ես ստանում, որ կարողանաս քո բոլոր գործողությունները դրանից հետո անել։ Այստեղ ես ունեմ մի հատ նվեր, որ մեր Սոնան է որոշել նվիրի մեր հյուրերից որևէ մեկին։ Ով է ուզում ես նվերը։ Ումա պետք ես նվերով ուզում նվերը։ Ես չեմ տեսնում, որ չենք ուզում այդ նվերը։ Այս է ուզում երեխեք։ Եթե չեք անում գործողություն, ինչքան էլ ուզում եք բանալիներ ունեցեք, երբեք չեք հասնի հաջողության։ Ուզում եմ ծափահարեք միացում շատ մեծ է, շատ։ Մենք հավասար ենք աշխատում այս գործի մեջ, ամեն կետի իրար հետ ենք անում երեխեք։ Եթե ես էստեղ էի ինքը այն մարդկանց հետ էր, ովքեր գալիս էին մեր տրանսպորտային միջոցով։ Եթե ինքն այստեղ լինում, ես եմ այստեղ լինում, ասենք մենք իսկապես հավասար բաժանում ենք մեր աշխատանքը։ Շրջապատեք ձեզ հաջողակ մարդկանցով ու ամենակարևորը միշտ եղեք շնորհակալ ամեն օր, ամեն ինչի համար, ամեն ինչի ինչ որ դուք ունեք։ Շնորհակալ։ Քանի որ այս հուզական հատվածներ ավարտեցինք, կարանք մենանք դուրս, Անդամ ուզում եմ գրավենք այստեղ մերին, ով ներկայացնում է ռեֆլեկտ միջոցները։ Ինչով են տարբերվում մեր մաքրող միջոցները։ Ամենաառաջինը հիպոալերգեն են եւ 95%-ով բաղկացած են բնական բաղադրիչներից։ Բնական բաղադրիչների շնորհիվ ինքը նույն լուծվում է, փոշու մասին է խոսքը, փոշին լուծվում է նույնիսկ 30-ից 40 աստիճան ջերմաստիճանային պայմաններում, արդյունավետորեն մաքրում է բոլոր կեղտաբծերը։ Դուք նկատած կլինեք, որ հագուստի վրա մնում են հետքեր, ինչ-որ փոշի կամ սպիտակ կուտակումներ։ Դա բնական բաղադրիչների շնորհիվ չի մնում։ Մանկական է, ինքը լրիվ բնական բաղադրիչներով է պատրաստված։ Քիմիական ինչ-որ հավելումներ չունի, բուրավետիչներ չունի։ Ծիրանուշը այս գեղեցկություններն է պատրաստել մեր հյուրերի համար։ Իրանք նվեր քարտեր են։ Բոլորս էլ ունենք, չէ, ես չունեմ։ Ուզում ենք մեր մազերը առողջ լինեն, լավ աճեն եւ այլն։ Պլազմոթերապիա է նվիրում այս բոլորիս գլխամաշկի, որպեսզի մենք գնանք ու սիրուն երկար լավ մազեր ունենանք։ Իմն էլ կաճացնենք արդեն։ Օրիֆլեյմը մենք ճանաչում ենք երևի մի 20 տվեք փշոկ ուտուր էինք, որ Օրիֆլեյմը կար։ Այսօր գարնան վերջին օրն է, վաղը սկսում է ամառը։ Մենք հատկացել ենք ձեզ համար հավաքել ամառային մասթերների սեթ, թեթև, հա, սենց ինչ-որ դիմահարդարման, խնամքի բարականներ, աղջիկական հավես բաներ ու լիմոնչիկներ բոնուս։ Դիլիջանում սարքել են մի հատ շքնաղ, սենց կոպուշ, ոնց մենք ենք սիրում նոր բառերով ասել, քոզի տեղ։ Այնպես որ դուք ունենալու եք հնարավորություն այցելել եւ ձեր զգացմունքների ու զգացածի մասին կիսվել։ Գտնվում է Դիլիջանի Հոկ գյուղում, շատ գեղեցիկ վայրում, լեռներով շրջապատված ու լիքը կանաչ դուք այնտեղ կգտնեք։ Բոլորիդ համար պատրաստել ենք նվերներ, թե ավտովարձույթի եւ թե туриզմի մասով։ Նվիրում ենք ձեզ վաուչերներ, կարող օգտվեք ծառայությունից, վաուչերը ինքը գումարային տեսքով է, միանգամից։
Այսօր հյուրասիրություն է ներկայացնում իրենց կողմից, իրենց գինիները, White Winery։ Ներկայացնում ենք White Group-ի գինիները, փորձեք երևի ավելի շատ ակասից չեմ Բաները միշտ կարճ։ Բանը գիտեք որն է ասում։ Երաշտությունից հետո։ Գնաց իրար հետ։ Այ ամոր։ Այ ամոր։ Այ մորեն այ Գնաց։ Bailando, bailando, bailando. Back vocale pa. Ախնամես երկար փեշ չունենա։ Հələ վերջին պահին որոշեցին քննարկեն թեմաներ եկեք։ Վերջապես գնում ենք տուն արգելները։ Չէ, վերջապես չէ, ցավոք սրտի։ Բայց մեր աղջիկների տեղը այնքան լավ է, որ չեն ուզում գա։ Մի հատ լենք եք առաջ։ Այդ փաստերես հավաքում որ դուք աչումեր իրան չեն գալի։ Անդո իմ արև ես ասում էի շուտել ենք։ Ես այդ ժամը ասում եմ տուն եմ ուզում, ամուսնուս եմ ուզում։